Այս QR կոդով մուտք ես գործում այն էջ, որտեղ ժողովրդավարական համախմբում կուսակցությունը ձևակերպել է իր պատկերացումները հայկական պետության ձևավորման հարցում։ Մեր գաղափարի հիմքում ընկած է հայկական պետության կերտումը։ Հայկական պետություն, որի հիմքում ընկած կլինի համահայկականությունը, ազգային ինքնությունը, արդարությունը եւ արժանապատվությունը, որը իր հերթին հիմնված կլինի հանրային կյանքի կազմակերպման առումով կամ որի հիմքում ընկած կլինի քրիստոնեական արժե համակարգը։ Հայկական պետության ձևավորման ճանապարհին երկու անհրաժեշտ քայլ կա՝ ընդդիմափոխություն եւ իշխանափոխություն, ասում է քաղաքական այս ուժի ընտրացուցակի առաջին համարը Սուրեն Պետրոսյանը։ Երբ ասում ենք ընդդիմափոխություն, սա չի նշանակում, որ մենք պայքարում ենք ընդդիմության դեմ։ Հակառակը սա նոր որակապես այլընտրանքի առաջարկումն է, որը իշխանությանը որպես այլընտրանք կընկալվի եւ ոչ թե ընդդիմության դեմ պայքարը։ Ժողովրդավարական համախմբումը խոստանում է ստեղծել անվտանգ Հայաստան, որակ տվող կրթությամբ, սոցիալական հոգացությամբ։ Մեր ծրագրում հստակ արձանագրված է, որ տնտեսական հարթությունում մենք կողմ ենք պետության սոցիալական տեսանկյունից պոզիտիվ դերի։ Այսինքն ոչ թե պետք է լինի սոցիալիստական հասարակություն, այո, շուկայական հարաբերությունները պահպանվում են, բայց պետությունը պետք է ունենա կարևոր եւ առանցքային մասնակցություն, ինչպես կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, այնպես էլ անհավասար հնարավորությունների հասարակության տարբեր շերտերի։ Ռազմավարական Ապագան կերտելու բանալին ապագայի հետ աշխատելն է, շարունակում է պնդել Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակի առաջին համարը Լևոն Զուրաբյանը։ որ մեր ծրագրի գլխավոր ուղղությունը պետք է լինի երիտասարդություն։ Հիմնական անելիքը երիտասարդների հետ է, բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրը միայն երիտասարդների մասին ու երիտասարդների համար է, ասում են քաղաքական այս ուժի ներկայացուցիչները։ Ուսումնասիրել ենք եւ գործարարների կյանքը, եւ սովորական աշխատավորների կյանքը եւ խնդիրները, գյուղացիների, ասենք օրեր շարունակ, ժամեր շարունակ մենք քննարկել ենք գյուղացիների խնդիրները, զինվորականների, ուսանողների, մտածել ենք ինչա պետք անել, որ մեր ընտանիքներին օգտակար աջակցություն լինի, կանանց, երեխաներին։ Հայ ազգային կոնգրեսը առաջնային նպատակ է համարում երկարաժամկետ խաղաղության հաստատումը, տնտեսության վերականգնումը, արդյունավետ եւ պատասխանատու կառավարման ձևավորումը։ Նմանատիպ նրան ինչ որ Մարդկանց կենսամակարդակը բարձրացնելը, արժեքահեն կրթական համակարգ ունենալը։ Իսկ Հայաստանի դարի գործարքը ըստ ՀԱԿ-ի պետք է լինի թրիփ գումարած BRICS ծրագրի իրականացումը, ոչ թե Զանգեզուրի միջանցք, այլ հանգույց, ասում է ՀԱԿ-ը։ Եվ այդ հանգույցը պետք է գործի երկու ուղղություններով, ոչ միայն արևելք-արևմուտք, այլ հարավ-հյուսիս։ Հետևաբար մեր խաղաղության, ինքնիշխան խաղաղության մեխը դա Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցումն է։ Դա լուծելու է մի քանի խնդիրներ, դա Հայաստանը եւ Վրաստանը կդարձնի տրանզիտային գոտի Սև ծովի եւ Պարսից ծոցի միջև, դա կբացի ամենակարևորը Հայաստանի շուկայի հասանելիությունը դեպի հնդկական օվկիանոսի նավահանգիստներ, ինչպիսիք են Բենդեր Աբասը եւ Չահաբարը։ Պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ կա թուլություն, հայտարարում է ազգային ժողովրդավարական բևեռ քաղաքական ուժի ընտրացուցակի առաջին համարը Գևորգ Կարապետյանը։ Թույլ բանակը, կեղծ խաղաղասիրությունը եւ ազգային արժանապատվությունից եւ իրավունքից հրաժարվող իշխանությունը միայն քաջալերում են թշնամուն հարձակվել։ Երաշխավորված խաղաղությունը արտաքին ուժերի խոստումները չեն։ Երաշխավորված խաղաղությունը դա ուժեղ բանակն է, ազգային կազմակերպվածությունն է, ինքնիշխանությունը եւ ժողովրդի միասնական կամքը։ Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները հիշեցնում են, թե որոնք են իրենց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները։ Պետական համակարգի արմատական փոփոխություն, բանակի ու ուժային համակարգի վերակազմավորում, արտաքին ազդեցությունների նվազեցում։ Բևեռը շատ կարևոր է համարում նաև կոռուպցիայի դեմ պայքարը, տեղական արտադրության զարգացումը, սոցիալական բեռի թեթևացումը, այլ կերպ ասած, համակարգային փոփոխությունը անվտանգության եւ ինքնիշխանության ուժեղացման հիմքով։ Ազգային ժողովրդավարական բևեռը ասում է, խաղաղությունը դա անվտանգության արդյունք է։ Այդ պատճառով մենք խոսում ենք ազգ-բանակ համակարգի,
հզոր, կայուն անվտանգային համակարգի եւ ռազմավարական դաշնակցությունների մասին։ Թույլ պետությանը խաղաղությունը չեն նվիրում, թույլ պետությանը խաղաղությունը պարտադրում են։ Հայաստանը պետք է ունենա ոչ թե ծնկած, այլ արժանապատիվ խաղաղություն, պնդում են ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։